Ալեն քաղաքացիական պայմանագրի կառավարման խորհրդի անդամներից մեկն էլ դուք եք։ Կարող ենք ասել, որ սա մի նախաձեռնություն է, որտեղ մենք տեսնելու ենք քաղաքացիականից անցում դեպի քաղաքականի, եւ ինչ ակնկալիքներ ունեք դուք։ Դե իհարկե կարող ենք համարել, այլընտրանք չկա, որովհետեւ այսօրվա մեր իրականության մեջ որևիցե դրական փոփոխություն մտցնելու միակ ձևը դա եմ տեսնում, որովհետեւ խնդիրը այսօր գտնվում է շատ բարձր իշխանության ամենավերին խավում եւ այնտեղ հասնելու եւ փոխելու միակ ճանապարհը քաղաքականությամբ զբաղվելն է եւ ինչպես այսօր նշեց Նիկոլ Փաշինյանը, իմ գործընկերը, արդեն իսկ մենք գալիս ենք իշխանությունը փոխելու։ Մենք չենք գալիս ինչ-որ չգիտեմ, տարբեր այս ընթացքում տարիների ընթացքում տարբեր լոզունգներ են հնչել, ինչ-որ վերացական միգուցե հաճախակի կոնկրետ, բայց մեր կարգախոս չասեմ, բայց մեր նպատակը իշխանություն փոխելն է, իշխանություն վերցնելն է եւ այն դրական փոփոխությունները, որոնք որ անհրաժեշտ են ուղղակի մեր երկրին, ի կատարած է։ Դուք հայտարարում եք, որ պարտությունը բացառում եք, ինչ պետք է անեք պարտություն չունենալու համար։ Մենք տեսնում ենք, որ այս տարիների ընթացքում առհասարակ պարտությունների մի ամբողջ շղթա է, որից էլ հանրությունը խիստ հիասթափված է։ Կարծում եմ, որ դա միայն իմ կարծիքը չի, խնդիրը հետեւյալն է եղել, որ միշտ բոլոր քաղաքական գործընթացների ավարտը եղել է ամբողջ այդ էներգիայի, ամբողջ այդ գործընթացի կենտրոնացումը մեկ մարդի շուրջ, հա, այսինքն եղել է մի մարդ, որի արդեն մարդկային հնարավորություններից խնդիրը կայանում է նրանում, կարծում եմ, որ մինչ օրս բոլոր այդ գործընթացները եկել եւ հանգել են մի անձի որակների, եկել են հանգել են մի անձի հնարավորությունների, համարձակության եւ անցած ճանապարհի։ Դրա համար մենք չեմ ասի, որ ունեցել ենք անհաջողություններ, որովհետեւ յուրաքանչյուր այդ գործընթացը իրանից հետո թողել է դրական հետ, որը ես կարծում եմ, օրինակ կարող ենք քաղաքացիական ակտիվությունը համարել, որը որ այդ գործընթացների դրական հետք եմ ես համարում։ Այս պարագայում երկրում ուղղակի այլընտրանք չկա, մեր քաղաքացին, մեր քաղաքական ուժերը գոյություն ունեցող, կարծում եմ բոլորս, միգուցե ներքուստ, միգուցե արդեն տենց ակներև ձևով հասկանում ենք, որ խնդիրը արդեն, այսպես ասած, ժողովրդական խոսքադանակը ոսկորին է հասել։ Զենք շարունակել չկա ու այլընտրանք չկա։ Կարող ենք ասել, որ դուք հենց այդ այլընտրանքն եք ստեղծում, որը հետո պետք է ընտրությունների մասնակցի։ Այո, դա միանշանակ է, չեմ ուզում այլընտրանք բառը չեմ ուզում ընդհանրապես օրեցից կերպ օգտագործվի, հա, այս ուժի պարագայում, այս քաղաքական միավորման պարագայում, այո, գալիս են մարդիկ, գալիս են քաղաքական ընտրությունների մասնակցելու եւ չեն գալիս ուղղակի մասնակցելու, գալիս են փոխարինելու, այդ փոփոխությունը այսօր արդեն անհրաժեշտ է նաեւ իշխանությանը։ Իշխանությունը իրեն սպառել է, իշխանությունը իր մեջ խնդիրներ ունի, դրա մասին բոլորս գիտենք, բայց չգիտես թե ինչի ոչ մեկ չի խոսում։ Իշխանությունը իր մեջ շատ մեծ խնդիրներ ունի, իշխանությունը չունի հակակշիռ, ընդհանրապես երկրում որևիցե տեսակի հակակշիռ չկա բալանսավորված ոչ մի բան, լինի դա արդարությունը, հավատը, հույսը, ամեն ինչ ուղղակի վերացել է։ Այո, գալիս ենք ուղղակի այս մարդկանց, ասենք, շնորհակալություն իրենց արածների համար եւ ասենք հարցեր առաջադրենք, ասենք բայց ով է արել եւ ով է սրա համար պատասխան տալու։ Ալեն, կարող ենք ասել, որ 2018-ին հենց այս պայմանագիրը գալու է հակակշիռ լինելու իշխանությանը։ Մեծամիտ չեմ ուզում թվալ, ոչ թե կարող այլ գալիս ենք դրա համար։ Գնում ենք դեպի դա։ Ասենք մնացածը արդեն կախված այն մարդկանցից, ովքեր որ խոհանոցներում եւ իրենց բակերում բողոքում են, իրենցից է կախված։ Մենք գալիս ենք այդ փոփոխությունը անել, մենք արդեն մեծ պատմություն ունեցող պետություն ենք, 20 քանի տարեկան, ասենք, նորաստեղծ չենք, մենք անցումային փուլը շատ շուտվանից անցել ենք, որպես պետություն մեր նույն ճանապարհը անցած նախկին սովետական միության երկրները տեսնում ենք ինչ քայլեր են անում, ինչ են անում, մենք այլևս սխալվելու, ժամանակ կորցնելու իրավունք չունենք։ Հայաստանը դատարկվում է, Հայաստանը կորցնում է իր անկախությունը, ինքնիշխանությունը,
Հայաստանի քաղաքացին աղքատ է եւ վերացման եզրին է կանգնած։ Ինչ պետք է լինի մի աղետ, որից հետո մենք մեծ քանակությամբ հայրենակից կորցնենք, որպեսզի ուշքի գանք, հա։ Դա էլ է շատ հնարավոր, շատ մոտ է նման բաները։ Սպասենք դրան, թե հիմա ինչ որ բան։ Այ ֆինանսական ռեսուրսները ինչպես պիտի կարողանաք գտնել։ Մինչև այս էլ քաղաքացիական տարբեր նախաձեռնություններ կային, ովքեր հիմնադրամի միջոցով փորձում էին քաղաքականություն վարել։ Ինչ է կարծում, արդյոք դա բավարար կլինի բոլոր ծախսերը հոգալու համար։ Ֆինանսական ռեսուրսների առումով չեմ կարծում, որ դա առաջնային է փոփոխություն անելու համար։ Բնականաբար ամենաանհրաժեշտներից մեկն է, բայց առաջնային է։ Չի առաջնայինը դա մեր քաղաքացին է։ Այսինքն կրկնեմ Նիկոլ Փաշինյանի խոսքերը 500,000 մարդ փողոցում եւ 30 րոպե, 24 ժամ կամ 30 րոպե իշխանություններին հեռանալու համար։ Դրա համար որևիցե ֆինանսական բան պետք չի։ Ժողովուրդը արդեն պետք է ինքը իր ոչը ասի։ Չեմ կարծում, որ դրա համար բան պետք է գումարա պետք։ Ինչ վերաբերում է ֆինանսներին, որը իրոք ասում եմ, դա կարևորագույն բաներից մեկն է, դուք ակնարկում եք ամենայն հավանականությամբ դրսից ֆինանսորել նկատի ունենալու։ Արևմուտք թե Ռուսաստան։ Չէ, արևմուտք թե Ռուսաստան գոյություն չունի, այտենց գաղափար գոյություն չունի, մենք աշխարհով մեկ ունենք մոտ 11 միլիոն հայ։ Մենք ունենք Հայաստանում հայեր, չեմ ուզում մտնել այդ դաշտ, որտեղ այդ դաշտում ես չեմ դաշտին այդքան լավ չեմ տիրապետում, այդ հարցի շուրջ կխոսեք հոգաբարձուների անդամներ։ Այո, որովհետև կոնկրետ կառավարման խորհուրդը որևիցե լծակ չի ունենալու այդ մարմնի նկատմամբ։ Ամբողջ հմայքը նաև այս նախաձեռնության դրա մեջ է։ Դեկտեմբերի 2-ին ձեզ նույնպես տեսանք Մաքսային միության դեմ կազմակերպված ակցիային։ Արդյոք այս պայմանագիրը ունի նաև արտաքին քաղաքականության փոփոխության առումով իր տեսլականը։ Ես համարում եմ, որ ռուս ժողովուրդը եւ ռուսական պետությունը մեր գործընկեր պետությունն են, որ ռուս ժողովուրդը դա մեծ ժողովուրդ է, բայց միևնույն ժամանակ ես համարում եմ, որ մեր հարաբերությունները կարող են լինել միայն գործընկերական։ Մեր հարաբերությունը արժեքային առումով այսօրվա իշխանությունները ինձ համար Ռուսաստանի այսօրվա իշխանությունները եւ այն արժեքային համակարգը, որը իրանք հաստատել են իրենց երկրում, իմ համար անընդունելի է։ Իմ համար անընդունելի է ռուսական հեռուստաալիքների եւ ԶԼՄ-ների խոսքի ազատությունը, իմ համար անընդունելի է քաղ բանտարկյալ ունենալը։ Նույնը կարող եմ ասել Մաքսային միության լիարժեք մյուս անդամի մասին, Բելարուսիայի մասին։ Այդ արժեքային համակարգը հայ մարդուն շատ օտար է։ Մեր եղբայրները, մեր հայրերը չեն պատերազմել անկախության համար, որպեսզի այդ անկախությունից 20 տարի անց վերադառնալ այն կետին, որտեղից մենք դուրս ենք եկել։ Մեր արժեքային համակարգը ավելի եվրոպական է։ Չգիտես թե ինչու եվրոպական արժեքային համակարգից խոսելուց միշտ օրինակ է բերվում առատավոր երևույթները եւ մոռանում են, որ այդ առատավոր երևույթները ոչ պակաս տարածված են Ռուսաստանում, Բելոռուսում, Ղազախստանում, մոռանում են այն մեծ պատմամշակութային ժառանգությունը, որը հին աշխարհը Եվրոպան կարող է մեզ տալ ու որ ուղղությամբ մենք պետք է գնանք, նույնիսկ Թուրքիայի պես ոչ Եվրոպայի հետ այդքան կապ ունեցող երկիրը իր հավատքով, իր բնակչության մենթալիտետով ձգտում է դեպի Եվրոպա։ Մենք այլ ճանապարհ չունենք եւ վերջի վերջո մի կարևոր բան, մենք պետք է ստորագրեինք ասոցիացման պայմանագիրը ել ավելի լավ հարաբերություն ունենալու համար Ռուսաստանի հետ։ Դա մեզ պետք էր դրա համար, այդ բալանսը մենք պետք է ունենանք։ Մենք դա չարեցինք։